Եվրոպայի մեջ անվտանգության եւ համագործակցության գազագերբության մեջ Մեծ Բրիտանիո պատվիրակության ղեկավարի դեղակալ Ջեյմս Ֆորդ անդրադարձած է Հայաստանի մեջ 7 հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններուն, այս մասին հաղորդակցություն հրապարակած է Մեծ Բրիտանիո արտաքին գործոց նախարարությունը։ Ջեյմս Ֆորդ շնորհավորած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրություններուն մեջ արձանագրած հաղթանակին առիթով եւ հաստատած Մեծ Բրիտանիո աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական թիմադրողականության ամրապնդմամբ։ Մեծ Բրիտանիան հույս ունի համագործակցելու Հայաստանի ժողովրդավարական ջամփով ընտրված կառավարության հետ կյանքի գոչելու ռազմավարական գործընկերությունը, ամրապնդելու տարածաշրջանային գայունությունը եւ զարգացնելու եվրոպական գործընկերներուն հետ ավելի սերտ հարաբերություններ, ըստ Ջեյմս Ֆորդ։ Հայաստանի կառավարությունը իր 11 հունիսի նիստին որոշում տված է, որմով Հայաստանը Թուրքիո տարածքով մարդասիրական օգնություն պիտի ուղարկի Լիբանան։ Որոշման համաձայն Հայաստան-Թուրքիա սահմանի մարգարը անցագետը պիտի բացվի հունիս 12-ին 22 մարդասիրական բեռներու տեղափոխության համար։ Այս անցագետը չի կորձեր եւ կորձող իրավական կարգավորումներով կարելի չէ նշված սահմանային գետով մարդոց բեռներու եւ երթևեկի միջոցներու անցումը։ Փաստաթուղթի մեջ կնշվի, որ որոշումը դրված է Լիբանանի բնակիչներուն մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Անցյալ տարի եւս Թուրքիա բացած էր մարգարայի սահմանային անցագետը Հայաստանի Սուրիա մարդասիրական օժանդակության բեռնագարքեր հասցնելու համար։ Միացյալ Նահանգները նոր մեծ գործարք ընկեց Իրանի հետ պատերազմի վերաբերյալ հայտարարած է Դոնալդ Թրամփ։ Մենք պետք է ավարտենք փաստաթուղթերու պատրաստությունը, այդ պետք է տեղի ունենա հրաչիկա քանի օրերու ընթացքին։ Հավանաբար ստորագրություն կլա հնարավոր է Եվրոպայի մեջ, երբ փաստաթուղթերը պատրաստ լան, այդ պետք է տեղի ունենա բավական արագ ժամկետի մեջ։ Մենք ունենք համաձայնագիրը, որ Իրան երբեք միջուկային զենք չունենար, այսպիսով սա շատ կարևոր հանգրվան մնե, ըստ Ամերիկայի նախագահը։ Թրամփ հայտարարած է, որ Նեղուցը նույնպես կբացվի, ըստ Թրամփի գործարքին համաձայնած է Իրանի բարձրագույն ղեկավարությունը։ Ամերիկայի նախագահը նաև ասաց է, որ խոսած է տարածաշրջանային առաջնորդներու, Պարսից ծոցի դաշնակիցներու եւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ ավելցնելով, որ ամբողջ մերձավոր արևելքը շատ քոհ է։ Իրանյան Պետական Press TV հեռուստաալիքին հայտնած է Իրանի արտաքին գործոս նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայել Բաղային, թե Ամերիկայի հետ հնարավոր փոխհմբռնման հուշագիրի հիմնական բաժինները մոտ են ավարտին։ Ավելի գանուխ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած էր, որ չեղարկած է Իրանի թեմ նախատեսված հարվածները։ Սպիտակ տան լրագրողներու հարցին պատասխանելով Թրամփ նշած է, որ այս հանգստյան օրերուն Եվրոպայի մեջ կրնա ստորագրվել Իրանի հետ հուշագիրը։ Ես չեմ կրնար այնտեղ ներկա գտնվել, սակայն J.D. Vance Ամերիկայի փոխնախագահ այնտեղ պիտի լա, ըստ Թրամփ։ Ամերիկայի նախագահը հայտարարած է, որ չեղարկած է 11 հունիսի երեկոյան Իրանին հարվածներ հասցնելու ծրագիրները։ Եվրոպական կողմին նախաձեռնությամբ Գերմանիո, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիո տեսփանները այցելած են Ռուսաստանի արտաքին գործոս նախարարություն։ Անոնց ընդունած է փոխ արտաքին գործոս նախարար Միխայել Գալուզին։ Ըստ ռուսական գերադեսչության Գալուզին նշած է, որ այդ երկիրներու իշխանությունները ապագարուցողական քաղաքականություն կվարեն ռուս-ուկրաինական հարցերով եւ կխրախուսեն Կիևը շարունակելու պատերազմը։ Փոխ արտաքին գործոս նախարարը գրկնած է պատերազմը դադրեցնելու համար հարկավոր է, որ լուծվին ադոր արմատական պատճառները։ Վերջերս եվրոպական երկիրները ընդգծած են Մոսկվայի հետ բանակցելու կարևորությունը, վերջ տալու ռուս-ուկրաինական հագամարտության եւ քննարկելու Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունները։ Իտալիո վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարած է, որ անհրաժեշտ է Եվրոպային մեկ ներկայացուցիչ նշանակել Քրեմլինի հետ Ուկրաինո հարցով շփումներու համար։ Վոլոդիմիր Զելենսկին ալ շեշտած է, որ Եվրոպան պետք է լա Ուկրաինո հետ կապված խաղաղության որևէ բանակցության մաս եւ չի գտնար բարձրապես միջնորդի թեր խաղալ։ Անոր խոսքով Անգլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան լավագույն տարբերակն են եւ գրնան ներկայացնել Եվրոպան հնարավոր բանակցություններուն։ Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկ դարձավ համաշխարհային պատմության մեջ առաջին դոլարային տրիլիոնադերը իր SpaceX ընկերության բաժնետոմսերու նախնական հրաբարակային դեղապաշխումեն հետո։ Մասկի կարողություններու մեծ մասը այժմ կենտրոնացած է SpaceX ընկերության մեջ, որտեղ անոր կպատկանի մոտ $866 միլիարդ արժեքով բաժնեմաս։ Tesla-ի եւ մյուս հաշիվներու հետ միասին անոր կարողությունը ըստ Forbes-ի եւ Reuters-ի հաշվարկներուն, որոնք հիմնված են ընկերության փաստաթուղթերու վրա, ուրբաթ օր բաժնետոմսերու արևդուրի մեկնարկի բահուն գքերազանցե 1.1 տրիլիոն դոլարը կհայտնի գործակալությունը։
Շիրակի մարզը 10 հունիսին դեղացած գարգուդը մեծ վնասներ հասցուցած է Ախուրյան համայնքի ցամքի դարաձություններուն, որոշ բնակավայրերու մեջ ուժեղ քամին վնասած է նաև անհատական բնակելի դուներ ու տանիքներ, գոդրված են բադուհաններու ապագիներ։ Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյան համայնքաբեդարանի գյուղատնտեսության եւ բնաբաբանության բաժնի աշխատակիցներուն հետ շրջած է դուժած բնակավայրերը եւ դեղույն վրա արձանագրած աղետի հետևանքով պատճառված վնասները։ Ցեզի հետեր Անի Զեյթունցյան։